Մի փոքր ուշ սկսենք սա հանեն, բայց կարևոր հայտարարություն ունենք, բանի այսօր game dev ինդուստրիայի հետ կապված հարց ունենք։ Ինչ վիճակում ենք, ինչքան մեծ ենք, ինչքան փոքր ենք, ինչու ենք այդ վիճակում ու ինչ պիտի անենք, եւ նաեւ մենք ունենք այսօր հյուր Հանան plug and play-ից կներկայացնեմ եւ Հանան նորից շարունակելու է իմ միտքը հետաքրքիր բան ենք ներկայացնելու, հələ որ գաղտնիք կպահեմ, կիմանաք։ Ամերիկյան բիզնես մշակույթում սենց միտք կա, ասում է United we stand, divided we fall։ Եթե հայերեն թարգմանենք, նշանակում է միասին մենք կանգուն ենք կամ միասին հաղթում ենք, առանձին պարտվում ենք։ Այսօր եկել եմ Այսօր եկել եմ կարևոր միտք ձեզ ասելու։ Ես կարծում եմ, որ մենք պետքա որպես խաղաստեղծներ փոխենք, որպես մեկ համայնք պետքա փոխենք ոնց ենք մտածում, ոնց ենք իրար հետ աշխատում, ոնց ենք որն է մեր արժեքները, որն է մեր նպատակը։ Տեսեք, Հայաստանում խաղերի ստեղծման ոլորտը գոյություն ունի 20 տարի։ Մոտավորապես իմ պատկերացումով դա առաջի խաղը, որ ես գիտեմ, որ հայկական որևիցե ընկերություն ռիլիզ արել խաղ, դա Երևան Drive-ն է, որը ռիլիզ է եղել 20 տարի առաջ, ուղիղ 2005 թվականին։ 20 տարվա մեջ Հայաստանում ստեղծվել են տարբեր պրոյեկտներ, պրոտոտիպեր, ընկերություններ, թիմեր։ 20 տարի հետո մենք այն վիճակում ենք, որ Հայաստանում հիմա գոյություն ունի 5-10 երևի ստաբիլ խաղային ընկերություն, 100-ից 200 մասնագետ, որ իր ամենօրյա աշխատանքն է զբաղվել խաղերի ստեղծմամբ, եւ խոշոր հաշվով այսքանը։ Մեր ինդուստրիան ունի, ինչ-որ իվենտներ, G-Con, Global Game Jam, բայց խոշոր հաշվով մենք ստեղ ենք այս պահին։ Ինչ եմ ես մտածում այս իրավիճակի մասին կամ ինչ ենք մտածում մենք Նուր Games-ի թիմով այս իրավիճակի մասին։ Մենք մտածում ենք, որ այս իրավիճակը ստարտային վիճակ է։ Կբացատրեմ ավելի մանրամասն, թե ինչու։ Մենք վերջի ամիսների ընթացքում տեղի community հետ անverջ զրույցներ ենք ունեցել։ Խոսել ենք ուսանողների հետ, խոսել ենք ընկերության հիմնադիրների հետ, մարդկանց հետ, ովքեր որ ակտիվ են տարբեր միջոցառումների մեջ, խոսել ենք ոչ խաղային ոլորտի մարդկանց հետ։ Այդ նույն բանը արել ենք Հայաստանից դուրս։ Որպեսզի հասկանանք ինչ է կատարվում, մենք որտեղ ենք ու ինչ պիտի անենք։ Սա երկու շաբաթ առաջվա Ֆինլանդիայի նկարներից մեկն է, որ արել եմ, կոլեգայիս հետ Արշակետ մենք Ֆինլանդիայում ենք երկու շաբաթ առաջ, այնտեղ բան էր, խաղերի շաբաթ, 3 կոնֆերանս իրար հետևից, որ մենք մասնակցում ենք Finnish Game Weeks, տենց էր կոչվում, ու Ֆինլանդիայում պատկերը այսպիսին էր։ Նկատեք 4300 աշխատակից ունեն, 4300 աշխատակիցը մեկ տարում 2024 թվականին գեներացրել է 2.85 միլիարդ եվրո։ Եթե դա փորձեք հասկանալ ինչ է նշանակում թվերի տեսքով, ավելի պարզ ասած, միտքը հետևյալն է։ Ֆինլանդիայում մեկ աշխատակիցը մեկ ամսում կարող է ստեղծի $65,000 արժեք։ Մեկ մարդը մեկ ամսում, մեկ տարում չէ։ Եվ մենք մարդկանց հետ, ովքեր Ֆինլանդիայում այս ամեն ինչին հասել են, արել են, բազմաթիվ մարդկանց հետ այնտեղ հանդիպել ենք, ասոցիացիայի նախագահներ, հիմնադիրներ ընկերության մարդ կար այնտեղ, որ 30 տարվա ընկերության հիմնադիր էր։ Բարեբախտաբար շատ բաց, շատ ջերմ այդ մարդիկ պատմել են, թե ինչ են տեսել, ինչ են հասկացել։ Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ պետք է մեզ նոր նախաձեռնություն։ Այդ նախաձեռնության իմաստը շատ պարզ ասած հետևյալն է։ Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր շատ սիրում են խաղեր ստեղծել։
դա իրանց կյանքի երևի ամենասիրելի գործը կլիներ, որ իրանք կուզենային անել։ Այս մարդիկ շատ սիրում են, ունեն այդ կիրքը, բայց չունեն այդ կարողությունը, չունեն այդ հզորությունը, որպեսզի դա անեն եւ դա դառնա իրանց մասնագիտությունը։ Հիմա մեր նոր նախաձեռնության իմաստը հետեւյալն է. մարդիկ, ովքեր որ ունեն passion, պետքա այդ մեծ սերը կարողանանք տանենք, հասցնենք այնտեղ, որ մարդիկ կարողանան այս ամեն ինչը ստեղծել, դարձնել իրենց մասնագիտությունը։ Ոնց ենք դա անելու, ոնց ենք պատկերացնում ենք, որ մենք պետք է Հայաստանում ստեղծենք ուժեղ ամուր էկոսիստեմ, որտեղ գիտելիքը, ռեսուրսները, գործիքները ստեղծվում են էկոսիստեմի մեջ ու բաժանվում են էկոսիստեմի անդամների, մասնակիցների միջև։ Այսինքն, նորից, եթե մենք միասին ենք, մենք հաղթում ենք, եթե մենք ամեն մեկս մտածում ենք, որ օքեյ, մենք կգնանք, մենք մերը կսարքենք, մենք կմեծանանք ու հետո որ մենք մեծանանք, այս ինդուստրիան կկայանա, իմ կարծիքով, մեր կարծիքով սա տանում է ուղիղ ընդեղ, ինչ որ եղել է 20 տարի։ Եթե դա տենց լիներ, ինձ թվում է, մենք պիտի արդեն որոշակի այդ բանի պտուղները տեսնենք, բայց երբ որ մենք գնում ենք այն մարդկանց, այն երկրների մոտ, ովքեր որ այս ամեն ինչը անցել են, արել են, իրանք լրիվ ուրիշ պատմություն են պատմում։ Իրանք էլ են ասում են, մենք հենց տեղից էլ սկսել ենք, մենք էլ ենք 5-10 ընկերություն, մենք 2-300 աշխատակից ունեինք ընդհանրապես, ինդուստրիայում համարյա ոչինչ չկար ընդհանուր մշակույթ, այդ մարդիկ իրար հետ չգիտեն խոսել։ Բայց հետո բաներ փոխվեց, սկսեցինք մշակույթը փոխել, մտածելակերպը փոխել, սկսեցինք իրար հետ հանդիպել, իրար հետ շփվել, իրար հետ ինչ-որ բաներ անել ու 1 տարի, 5 տարի, 10 տարի հետո սկսեցին փոխվել, սկսեցին ինչ-որ նոր բաներ լինել։ Իմիջիայլոց այդ թվերը, որ տեսակ, կարող է մտածեք, թե ովքեր այդ թվերից լավ տեղակ են, կարող ասեն, գիտեք ինչ, Ֆինլանդիայում կա մեկ ընկերություն, որը Supercell-ն է, որ այս գեներացրած գումարի առյուծի բաժինը ինքն է գեներացնում։ Այսինքն այս թվերը եթե Supercell-ին հանենք, այնտեղ տակը ոչինչ չի մնա։ Եվ դա կլինի ճիշտ, բայց դա ամբողջ իրականությունը չի, ինչու, որովհետև որպեսզի դու ունենաս մեկ Supercell, դու պետք է ունենաս 2-300 ընկերություն։ Ոնց որ նախորդ իմ թոքի ժամանակ էի ասում, դու չես կարող որոշես շեդևր սարքել, դու չես կարող որոշես, որ այ ես սարքել եմ մեկ ընկերություն եւ այս մեկ ընկերությունը լինելու է, չգիտեմ, unicorn։ Պատկերացրեք, ասենք տենց լիներ, ասենք ոչ թե ասենք 5000 մարդ սկսեին մաթեմատիկա սովորել եւ դրանցից ասենք 30-ը կամ 20-ը դառնային ուժեղ մաթեմատիկոս, կամ մնացած մասնագիտությունները նույն ձևի, պատկերացրեք տենց չլներ, վերցնեին ասենք 5 հոգու մաթեմատիկա սովորացնեին, ասեն այս 5-ը պիտի դառնան ուժեղ։ Այ երբ որ այդ 5 հոգին կդառնան ուժեղ, այդ ժամանակ մեր երկրում մենք կունենանք ուժեղ մաթեմատիկա։ Մեր պատկերացումը այն է, որ մեր ոլորտը այս մասով մտածելակերպի նաև այս մասով մտածելակերպի փոփոխության կարիք ունի։ Եթե իհարկե չենք ուզում հաջորդ 20 տարին անցնի նենց, ոնց որ անցել է այս 20 տարին։ Այս գաղափարի մասին, որ պատմում էի, իմ գոլեգաներից մեկին ասեց, փաստորեն ուզում եք Դուբայ սարքեք, հա։ Ասի, հա, օքեյ, ուզում ենք Դուբայ սարքենք, ուզում ենք բացատրում էի, որ անապատի մեջ ուզում ենք օազիս սարքենք, պետքա օազիս լինի, որտեղ կյանք լինի, չես կարող անապատի մեջ ինչ որ բաներ սարքես։ Հա, տեղից այդ միտքը եկավ, բայց եկեք հասկանանք, Դուբայ սարքել մենակով հնարավոր չի։ Մենք հասկանում ենք, որ սա մեկ մարդու բան չի, սա նույնիսկ մեկ ընկերության բան չի։ Այն ինչ որ մենք ասում ենք, սա 5-10 տասնամյակների ծրագիր է, եւ ստեղ պետքա մասնակցեն եւ համայնքը, եւ ընկերությունները, եւ պետությունը, ասոցիացիան, մի խոսքով այդ հարյուրավոր, հազարավոր մարդկանց փող համագործակցության արդյունքը։ Ուրիշ ձև հնարավոր չի։ Հիմնական քննադատությունը այս գաղափարին հետեւյալն է, ավելի ճիշտ երևի քննադատություն չէ, պատկերացումը, որ հակասում է նրան ինչ որ մենք ենք պատկերացնում, հետեւյալն է, որ Հայաստանում պետքա լինի մի հատ մեծ ընկերություն, որ այս ամեն ինչը պիտի անի, որ կունենա բավարար մարդիկ, բավարար ռեսուրսներ ու բավարար ժամանակ։ Երկրորդ միտքը հետեւյալն է, Հայաստանում պետք են 2-3 միջին չափի ընկերություններ։ Երրորդ միտքը հետեւյալն է, Հայաստանից պիտի դուրս գա մի հատ Supercell, Հայաստանից պիտի դուրս գա մի հատ Pixart, այդ տենց մի հատ ընկերություն պիտի լինի, որpիսի մենք այս ամեն ինչը անենք։ Այս խնդիրը,
նորից եմ ասում, եթե մենք շարունակեցինք սենց մտածել, Հայաստանից ոչինչ դուրս չի գալու։ Մենք մնալու ենք այնտեղ, որտեղ որ կանք, դանդաղ տեմպերով զարգանալու ենք, որոշ ընկերություններ ունենալու են որոշ հաջողություններ, իսկ այդ այնա, ինչ որ մենք ունեցել ենք նախորդ 20 տարում։ Սա պետքա փոխել։ Սրա փոխելու ձևը էսա։ Մենք պետքա հաճախ հանդիպենք, մենք պետքա իրար ճանաչենք, մենք պետքա իրար հետ համագործակցենք, մենք պետքա լինենք միասին։ Միասին ձևն է, միայն այն ձևը, որով որ հնարավոր է սարքել էկոսիստեմ, ընդ որում ինքնաբավարար էկոսիստեմա պետք սարքել, այսինքն այդ էկոսիստեմը չպիտի մարդուց կամ ընկերությունից կախված լինի։ Ասենք մի հատ մեծ ընկերություն ունի, այդ ընկերությունը ինչ որ մի բան անում, մի օր էլ որոշում է, որ վсё, այդ ընկերության պրիորիտետները փոխվել է ու այդ ամեն ինչը փակվում է։ Տենց չպիտի լինի, ինքը պիտի լինի ինքնաբավարար էկոսիստեմ, կախված անկախ մարդուց եւ ընկերությունից, ինքը պետք է իր կյանքով ապրի, զարգանա։ Էսա որ մենք տեսնում ենք, որ պիտի անենք, որից հետո մենք 10 տարի հետո կունենանք այն թվերը, հազարավոր աշխատակիցներ, հարյուրավոր ընկերություններ եւ դրանցից մեկը, երկուսը կլինեն Supercell ու Rovio։ Էս միակ ձևն է։ Պատկերացեք, սա էկոսիստեմն է, սա ընկերություններն են։ Երբ որ էկոսիստեմը ինչ որ լավ բան է կատարվում, այդ լավ բանը գնում է ընկերություններին, հա, ինչ որ, չգիտեմ, կոնֆերանս է լինում, հա, ինչ որ գիտելիք է շեյր լինում, մարդիկ իրարից ինչ որ բան են սովորում, իրար են ծանոթանում, մեկ էլ կարող է ինչ որ ընկերություն ծնվի, մեկ էլ կարող է ընկերությունում ինչ որ նոր մարդ հայտնվի, հենց այս տեղի է ունենում, այս ընկերության գործերը մի քիչ լավանում է, այս ընկերությունները կարող են մի հատ էլ կոնֆերանս անեն, կարող են մի հատ էլ միջոցառում անեն, կարող են մի հատ էլ նոր գաղափար բերեն, այդ մեկը մյուսին օգնող դրական հետադարձ կապով աշխատող համակարգ է սա։ Բայց այս նույն բանը, որը որ ստեղ շատ լավ է հնչում, մեկը մյուսին ուժեղացնում են, երբ որ դու գնում ես հակառակ ուղղությամբ, էկոսիստեմը թուլանում է, ընկերություններն են թուլանում, ընկերությունները թուլանում են, էկոսիստեմը ավելի է թուլանում։ Այսինքն այստեղ հավի ձվի պատմությունն է ու ինչ որ մի պայից պետքա դա սկսել քանդել։ Ու սկսելու ձևը այդ է, որ մենք սկսենք, մենք ընկերություններ արդեն ունենք, այն չունենք, այն է, որ պետքա սկսենք սարքել։ Նախաձեռնությունը, որը որ մտածել ենք, որ պիտի անենք, առաջի բանը գաղափարը հետևյալն է։ Ուրեմն պետքա մարդիկ, ովքեր օրինակ, ասենք, չգիտեմ, ծրագրավորող է, ինքը չունի իր համար արտիստ, անիմատոր չունի կամ գեյմ դիզայներ չունի։ Այդ մարդկանց պետքա դնել մի միջավայրի մեջ, այդ մարդիկ իրար հետ ծանոթանան ու թիմեր կազմեն։ Երբ որ այդ մարդիկ թիմեր են կազմում, իրանք պետքա սկսեն կլոն անել խաղեր։ Ինչու կլոն անել։ Միքայելը այսօր արդեն պատմել է, Միքայելի վիդեոն կարծում եմ կարակ եթե չեք գնացել Միքայելի թոքին, կնայեք կհասկանաք, թե ինչու է խաղեր կլոն անելը կարևոր։ Եթե կարճ, ապա դա լավագույն ձևն է հասկանալու, թե ինչու է հաջողակ բանը, այսինքն հասկանալ հաջող խաղը ոնց է ստեղծված։ Եվ նաև ձեռք բերել թիմ եւ նաև ձեռք բերել հմտություններ ձեր ուզած գաղափարը ոնց որ իրականացնելու։ Երկրորդ փուլը, երբ որ դուք կարողանում եք արդեն այն ինչ որ տեսնում եք կյանքի կոչել, երկրորդ գաղափարը հետեւյալն է. եկեք նոր բաներ մտածենք։ Դրա համար ինչա պետք հասկանալ շուկայում ինչ կա, ինչ չկա, հասկանալ թե ինչ նոր բան կարելի է ստեղծել այդ ժամանակ լիքը խնդիրներ կունենաք, երբ որ դուք դա ստեղծում եք, այդ ստեղծման ընթացքում կսովորեք լիքը բաներ եւ նաեւ play test կանեք, տարբեր ձեր խաղը տարբեր մարդկանց ցույց կտաք ու կհասկանաք այդ խաղը ինչ խնդիրներ ունի։ Կարճ ասած, երկրորդը ստեղծագործական process է, իսկ երրորդը այն փուլն է, երբ որ այս թիմերը սկսում են արդեն ընկերություններ հիմնադրել ու սկսում են գումար վաստակել։ Այս գաղափարի անունը դրել ենք coaching of coaches, որտեղ մենք չենք պատրաստվում training անել, մենք պատրաստվում ենք եղած թիմերին, եղած մարդկանց, այն մարդկանց, ովքեր արդեն ասացի, շատ սիրում են խաղեր ստեղծել, օգնենք, որ իրանք իրենց թիմերը ձևավորեն, իրենց խաղերը ստեղծեն։ Մենք training չենք անելու, եթե ձեզ պետքա training, դուք պետքա գնաք Game Development Academy կամ, չգիտեմ, ուրիշ տեղից պետքա դուք սովորեք։ Մենք այն մարդկանց, ովքեր որ ուզում են ինչ-որ մի բան անեն, բայց չգիտեն ինչից սկսեն, ոնց սկսեն, այդ հարցն ենք լուծելու։ Այն մարդիկ, ովքեր լավագույնը կլինեն այս process-ի մեջ, այդ մարդկանց պիտի դարձնենք coach, որովհետև
ես մենակ կարամ coach անեմ, ենթադրենք 20 հոգու, բայց այդ 20 հոգուց ստանում ենք 2 հոգի նոր coach-եր, պարզ այդ մարդիկ չունեն 12 տարվա փորձ, բայց basic բաները արդեն հասկացել են, basic սխալները չեն անի, կարան մյուսներին օգնեն։ Պարզ խաղ ընտրել, այդ խաղը կլոնավորել, կարևոր բաները նկատել։ Այս ամեն ինչը պիտի անենք on-line, որովհետև դա հնարավորություն է տալ, նախ տեղ չունենք, սկսենք դրանից, երկրորդ էլ եթե on-line ենք անում, տեղ մենք կարողանում ենք տեսնել նաև բանի մարզերից մասնակիցներ, եւ այս ամեն ինչը լինելու է վճարովի, ոչ ֆինանսապես։ Լինելու է ամենակիչը վճարովի, այն մասով կա sense գաղափար, pay it forward։ Այդ հետեւյալն է, պատկերացրեք ես ձեզ ինչ որ լավություն եմ անում, ինչ որ հարցում օգնում եմ։ Եթե ուզում եք վարձահատույց լինեք այդ լավության համար, մեկ ուրիշին լավություն արեք։ Եթե ամեն մեկը, որ ինչ որ մի օգնություն է ստանում, ինքը իր պարտավորությունը զգա մյուսներին օգնելու, այս այդ կտորն է, որ ասում եմ մշակութային ու մտածելակերպի փոփոխություն տիլնի։ Մենք դի սկսենք իրար հետ չմրցակցել։ Մենք դի սկսենք իրար հետ համագործակցել, cooperation not competition։ Ու պետք է այս paid forward-ը աշխատի, որ մենք կարողանանք դարձնենք այն համայնքը, որ մենք ենք ուզում։ Էսա։ Այս դեպքում հաջորդ 20 տարում լինելու ուրիշ բան։ Դրա համար կա գրանցում, կարա գրանցվեք այս ծրագրին մասնակցելու, արդեն 34 գրանցում ունենք, նախապես հայտարարել ենք, կսպասենք նաև ձեր գրանցումներին, որպեսզի մենք շուտով պրոյեկտը սկսենք, համարեք այսօր այս նախագծի պաշտոնական մեկնարկը։ Սա մարդու էվոլյուցիան է։ Խնդրում եմ ասեք, այս վերջի 4 տեսակը ինչ ընդհանրություն ունեն։ Ազատ են, մազոտ են, ճիշտ է, էլ, բայց են վերջինն էլ է մազոտ, հոմո են, okay, love, good catch, բայց լավն է, բայց այդ նկատի չունեմ։ Այս բոլոր տեսակները սկսել են մենակ չապրել, սրանք սկսել են ցեղերով, համայնքներով ապրել, սրանք հասկացել են, որ եթե ուզում ես լնես ուժեղ, պիտի չլնես մենակ։ Սրանք հասկացել են united we stand, divided we fall։ Սկսել են հասկանալ, տեսեք քանի միլիոն տարի առաջվանից։ Հասկացաք։ Էսա որ մենք պետքա սկսենք հասկանալ, փոխել ու անել։ Այսքանն էր, իմ մեսեջը հետևյալն էր, որ մենք պետքա մեր մտածելակերպը փոխենք, մենք պետքա միավորվենք, մենք պետքա ստեղծենք համայնք, հակառակ դեպքում այս ինդուստրիայում մնալը դառնում է անիմաստ։ Կամ մենք պետքա ուժեղանանք, կամ մենք պետքա հզորանանք ու դառնանք այն երկիրը, որտեղ որ գալիս են մեզնից են սովորում, ասում են, դուք ո՞նց տենց այդքան այդ ո՞նց եք կարող տենց խաղեր ստեղծեք, կամ ուղղակի համարենք, որ օքեյ, տենց անիմաստ բան է ստեղ, Հայաստանում այդ բանը հնարավոր չի անել։ Մենք գիտենք, որ հնարավոր է ու ձևն էլ գիտենք։ Միացեք, օգնեք, դարձեք մեր համայնքի անդամ, միասին այս ամեն ինչ անենք։ Հարցեր ունեք։ Այսքանը։ Չէ դեռ, որովհետև այս ամեն ինչ մեջ ասացի, ում հետ ասես Հայաստանի ներսում դրսում խոսացել ենք, բայց պետության հետ դեռ չենք խոսացել, բայց կա նախնական process արդեն սկսած, գիտենք, որ հետաքրքրված են ու գիտենք, որ առանց պետության սա հնարավոր չի անել։ Ուրիշ հարց։ Ուրիշ հարցեր չունեք։ Համեցեք։ Շեշտը դրվում է technically վրա, այս coaching program-ի մեջ, թե շեշտը դրվում է ձեր ներկայացական հմտություններ զարգացնելու, դրա միջոցով game ոլորտում նոր պրոդուկտներ ստեղծելու, թեկուզ կլոնանելու տրամաբանությամբ ու տենց spread անելու, ոնց է այդ բանը, էլի, այդ spread անելու պահը անում։ 3 փուլ ունենք։ Առաջինը ոնց որ պետքա կարողանաս ուղղակի խաղ ստեղծես, եթե ոնց որ տեսնում ես խաղ, պիտի կարողանաս դա նորից կրկնես։ Երկրորդ փուլը ստեղծագործական process-ն է, երրորդ փուլը արդեն ավելի բիզնես process է։ Իսկ մարդիկ հասկանան ինչա leadership, ինչա entrepreneurship, հա,
այդ ամեն ինչը ոնց որ երրորդ փուլն է։ Եվ այս leadership-ի մասին, որ սկսել ենք G-Con-ում խոսալ, նաև այդ պատճառով է, մենք հասկանում ենք, որ խաղ ստեղծելը թիմային սպորտ է, իսկ թիմերին պետք են լավ, չգիտեմ, քոուչեր, լիդերներ, հա, թիմերը տենց առանց առաջնորդ չեն լինում, ֆուտբոլի թիմն էլ որ լինում է, ավակ է ունենում, մարզիչ է ունենում, հազար տեսակ։ Հիմա պետքա այդ թիմային սպորտը մենք Հայաստանում սովորենք իրար հետ խաղալ, ընդ որում ամեն թիմ առանձին ինքը իր խաղը խաղում է, բայց ինքը գիտի, որ ինքը մեծ ակումբի անդամ է։ Այդ թիմերը իրար հետ չեն, ամբողջ աշխարհի հետ մրցեք, իրար հետ մի մրցեք, իրարից սովորեք, իրար օգնեք, այս ամբողջ գաղափարը։ Ես մնացած ձեր հարցերին հետո կպատասխանեմ, եթե հետաքրքրված եք